Այսօրվա առավոտից ողջամիտ մեծ հանցը քննարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունները եկեղեցու և քահանաների վերաբերյալ։ Շատերի խոսքով այս հայտարարություններից հետո վարչապետը պարտավոր է պարզապես հրաժարական տալ, քանի որ նա ծաղրուծանակի է վերածում հոգևորն ու սրբազանը։ Հայհայտներից շատերը ևս անդրադարձել են այս թեմային։ Ամերիկաբնակ երգչուհի Շպրոտը խոսելով վարչապետի և նրա արած հայտարարությունների մասին ասել է, որ նա կասկած չունի, որ վարչապետն աղանդավոր է։ Նվիրական առաջարկություն իսկապես եկեք տանենք խաչ դնենք համալիրի գլխին։ Հանկարծ հարսանի ոչ մի բան հանկարծ այնտեղ տեղի չունենա։ Այդ որ լավ հոգեհանգիստ լինի կարելի է անել։ Եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Դա ինչ ասելու բան է։ Ոնց կարող հայ մարդը իր եկեղեցին չուլանի վերածի։ Վիրավորում են յուրաքանչյուր հայ հավատացյալի, եկեղեցին բոլորինն է։ Ավելացած մետլախ, պարկով ցեմենտ։ Առավոտ արթնացել եմ։ Պիտի գնամ նկարահանման, պատրաստվում եմ։ Ու Նիկոլ Փաշինյանի այս վերջին ելույթներն եմ լսում։ Միտեղ Ավրորան էր նշել, ռադիո Ավրորան, որ խոսում է այդ հարսանիքից, ասում է տարեք խաչը դրեք համալիրի գլխին։ Մյուս տեղն էլ ասում է եկեղեցին չուլանացված է։ Ես որպես քրիստոնյա, հիմա ես ինչ ռեակցիա պետք է տամ, որպես առաքելական եկեղեցու անդամ, հետևորդ։ Սիրելի առաքելական եկեղեցու հետևորդներ, մենք ինչպես պետք է պահենք մեզ։ Ես ձեր օգնության կարիք ունեմ, ինձ խորհուրդ տվեք։ Իմ հայրենիքը, իմ եկեղեցին իմ սրբություններն են, իսկ ես որպես քրիստոնյա եւ որպես հայ մարդ պիտի պահեմ իմ սրբությունները, չէ՞։ Երբ որ թշնամին գալիս է, առաջինը խաչքարերն է կոտրում, որտեղ գիտի, որ դա մեր սրբություններն է։ Նիկոլի վրա ազդում են մեր խաչքարերը, գիտենք, որ կոմենտ արեց, որ երեխեքի վզից պիտի խաչքար կախենք։ Հիմա ինչ որ խաչ նորից ես գիտեմ, որ սատանան է խաչից մենակ խրտնում եւ վախենում։ Ես հասկանում եմ, որ այս մարդը անտիխրիստն է եւ մենք անտիխրիստին ենք բերել դրել մեր երկրի ղեկավար։ Եվ ինձ համար ամենացավալին կոմենտներն են, որ կոմենտներում կան մարդիկ, ովքեր գրում են ճիշտ է ասում։ Ես հասկանում եմ, որ Նիկոլը աղանդավոր է։ Ինքը ասма չէ, խոսքից պտղից կհասկանաս ինքը ում է պատկանում, չարին թե Աստծուն։ Ինքը աղանդավոր է, այդ միանշանակ ես տենց եմ զգում։ Լավ, ոնց վարվենք մենք, որ քրիստոնյաներս։ Ես հիմա պիտի գնամ նկարահանման, ֆիլմում եմ նկարահանվում։ Ես պարալիզացված նստած եմ, սենց եմ, որ ոչ մի բան չեմ կարողանում անեմ։ Են որ ինքան ասելու բան կա, բայց պիտի զգուշ լինես, պիտի երկյուղածություն ունենաս Աստծուց, որ բարկությանը տեղիք չտաս, բայց ոնց պաշտպանես քո սրբությունը, ոնց պահես, երբ որ քո հայը ներսից կպելա սրբությանդ, ոնց պիտի վարվենք, եթե կան իհարկե իմ երկրում առաքելական եկեղեցու հետևորդներ, դուք գիտեք ինքը ինչ է անում, ինքը ընկել է եկեղեցու հետևից, ինքը չի հասկանում, որ եկեղեցուն Աստծո տունն է եւ եկեղեցին Աստծո տունն է։ Ինքը ասում է եկեղեցին դարձրել է ու այդ վատ բառն է ասում։ Եկեղեցին Հիսուսի մարմինն է։ Մարդիկ են, որ մեղավոր են։ Առաքելական ուսմունքին եթե ծանոթ լինես, Նիկոլ Փաշինյան, դու այդ հարսանիքի պահով չէիր խոսա։ Դու իհարկե կանես հարսանիք։ Քրիստոս չի ուզում, որ դու հարսանիք չանես։ Բայց ճոխությունը մեղք է ըստ առաքելական ուսմունքի։ Աղանդավորների համար ճոխությունը նորմալ է։ Աղանդավորներն ասում են, որ Աստված հարուստ է, մենք էլ պետք է հարուստ լինենք։ Աղանդավորներն ասում են, որ Քրիստոս աղքատացել է, որ մենք այսօր լինենք հարուստ ու ճոխ ապրենք, տենց հարսնիքներ անենք։ Իսկ առաքելական ուսմունքը, իսկական ուսմունքը, որ մեր հայրերին է փոխանցվել հենց առաքյալներից, նրանք մեզ ասում են, որ նրանցից ոչ ոք ճոխ կյանքով չի ապրել, սկսենք այդտեղից։ Քրիստոս ճոխ կյանքով չի ապրել, առաքյալները ճոխ չեն։ Մի հատ առաքյալ ինձ ցույց տվեք, որ հարուստ է եղել։ Իդեպ հարստացած մարդ, ով գումարով է հարստացել։ Լյուքս կյանքը մեղք է, ճոխ կյանքը մեղք է, ըստ առաքելական ուսմունքի։ Եվ միանշանակ Նիկոլ Փաշինյանը ինքը չի տիրապետում առաքելական ուսմունքին, ինքը բողոքական է երևի, չգիտեմ։ Ինձ թվում է ինքը ընդհանրապես չի սիրում Քրիստոսին, խաչյալին, որտեվ ինքը խաչին դեմ է, ինքը եկեղեցուն դեմ է, ես չգիտեմ ինքը արդյոք հասկանում է, որ ինքը եկեղեցուն է դեմ դուրս եկել։ Միգուցե ինքը իրան համոզում է եւ ժողովրդին համոզել է, որ մարդկանց դեմ է, այդ քահանաների դեմ է, բայց ինքը չի հասկանում, որ ինքը եկեղեցուն է դեմ դուրս եկել, շատ վտանգավոր խաղ է, շատ։
Պարզ երևում է, որ ոչ ոք մեր ղեկավարներից եւ ժողովուրդն էլ հետը ըստ կոմենտների չեն տիրապետում առաքելական ուսմունքը։ Այն ինչ որ մեզ փոխանցվել է ու մեր պապերը պահել են։ Եվ թշնամին փորձել է դա մեր ձեռքից վերցնի եւ արի ուտես այսօր հայը նենց արեց, թշնամին չկարացավ մեր ձեռքից վերցնի առաքելական ուսմունքը։ Հայը ներսից այնպես արեց, որ ժողովուրդս հեռանում է եկեղեցուց եւ այդ ուսմունքից։ Ինչքան ամոթ է, որ քահանան մանրամասն բացատրում է ինչա տեղի ունեցել։ Եվ ճիշտ է ասում, եթե դու տեսել ես ինչ-որ մի բան, որտեղ կարա լինի աղբ վերցրու, դա Աստծո տունն է։ Դա հո մենակ քահանաների տունը չի, որ քահանաները պետք է քահանաները ծառայում են այդտեղ։ Նիկոլ, երբ որ դու տեղյակ չես մի բանից, սովորի, հետո խոսա։ Կարդա, մեր սրբերի գրականությունը կարդա, որ մեր պապերը պահել են քո համար։ Այսօր քո կինը կրթությունը մոդայիկ ինչ-որ տենց արտահայտությունով չէ, մոդա ինչ-որ տես մի բան է անում, կրթեք ինքներդ ձեզ, առաքելական ուսմունքն էլ է, գիտությունը ամենակարևոր գիտությունն է, կրթեք, որ հասկանաք ինչ եք խոսում։ Որպեսզի հասկանաս առաքելական ուսմունքը, պետք է սրբերի գրականությունը կարդաս։ Իսկ աղանդավորները կարդում են Աստվածաշունչը առանց սրբերի առաջնորդության։ Դա էգոտ է, դու ասում ես ես կհասկանամ ինչի մասին է, ես մենակ կկարդամ, մենակս ինքս կկարդամ Աստվածաշունչ, ոնց հասկացա։ Ես սենց եմ հասկանում, Աստված հարուստ է, ես էլ պիտի լինեմ հարուստ։ Խաչը հանել են եկեղեցուց, վախենում են խաչից, խաչակնքվելուց, խաչ կրելուց։ Իսկ մեր սրբերը ասում են միշտ ցույց տուր, միշտ խաչակնքվիր։ Կրում ես դու խաչը, դու կրոնական ես։ Ես չգիտեմ ոնց խոսեմ հիմա։ Ինձ մոտ հիմա շատ էմոցիոնալ եմ, սրբություններիս են կպել։ Ինքը չի հասկանում, որ ինքը իմ սրբությանն է կպել։ Այդ հարսանիքից է խոսում։ Ասում է, որ հիմա համալիրի գլխին խաչ դնեինք, բոլորդ կուրախանայիք, որ հիմա այնտեղ մերել թաղեին, կուրախանայիք։ Այսինքն դու ուզում ես ասես, որ առաքելական ուսմունքը մեզ սովորացնում է, որ մենք մենակ թաղում անենք, հա, տխրություն է քեզ համար առաքելական ուսմունքը։ Նոր բան ես ուզում բերես Հայաստան, բողոքականություն ես ուզում բերես Հայաստան, որ բոլորը երգեն «Փառք քեզ Աստված», հա, ու սկսեն ինչ-որ տենց խենթուխելար բաներ անել։ Ես եղել եմ այդտեղ, ես գիտեմ այդ ինչա։ Աստծուն հարստություն պետք չի, դուք որ ասում եք Աստված հարուստ է, փողը մարդն է ստեղծել։ Աստված այս ամեն ինչը մեզ տվել է, որ մենք վայելենք։ Բայց համել օգնենք կողքինի։ Եթե դու կարաս այտենց հարսանիք անես, կողքինդ սոված է մնալու։ Դու էլի հարսանիք արա, բայց համեստ արա։ Առաքելական ուսմունքը մեզ սովորացնում է համեստ կյանք, ոչ միայն համեստ հագուստ, այլ համեստ կենցաղ։ Գիտեք ինչու է Նիկոլ Փաշինյանի եւ նման մարդկանց վրա ազդում մեր եկեղեցին առաքելական։ Գիտեք ինչու, որովհետեւ էգոին է կպնում։ Որովհետեւ ճիշտն է ասում։ Ինքը կեղծավոր չի, իսկ բողոքականները կեղծավոր են։ Առաքելական ուսմունքին տիրապետող մարդիկ իրանք կեղծավոր չեն, հոգևորական մարդիկ կեղծավոր չեն, դրա համար ճիշտը ասում են։ Դրա համար ինքը չի սիրում հոգևորականներին ու սկսել է ինչ-որ sense ինչքան էժան ես դու Նիկոլ, ինչ էժան մարդ ես, ես հասկանում եմ, որ դու մոլորված ես, բայց դու այնքան վտանգավոր ճանապարհ ես, դու խաչալին դեմ ես դուրս եկել։ Իսկ դու գիտես ով է խաչալը, հոգուտ խորքում դու գիտես ով է խաչալը։ Առաքելական եկեղեցին միակ եկեղեցին է, որ պահում է այսօր ճշմարիտ ուսմունքը։ Դարեր շարունակ պահել է, մինչև այսօր։ Դու դուրս ես եկել, այն որ շատ վտանգավոր բան ես անում։ Եվ ինչ վերաբերվում է ամուսնությանը, շատ ճոխ հարսանիքներից հետո մարդիկ բաժանվում են։ Ամուսնությունը իրականում հարսանիքի մասին չի։ Ես ինքս նոր եմ ամուսնացել։ Ամուսնությունը այդ քո ամուսնու եւ Աստծո միջև համաձայնությունն է։ Այդտեղ մենակ դու ամուսինը չես, այդտեղ նաեւ Աստված է, հա, երեքովդ եք։ Ամուսնությունը ինքը խորհուրդ է, ինքը հոգևոր խորհուրդ է եւ Աստված ուզել է, որ մենք ամուսնանանք, բայց ինքը լրիվ հոգևոր իմաստ ունի, ինքը ճոխության մասին չի։ Այո, դու ուրախանում ես, որ դու ամուսնացել ես եւ ամենակարևորը, որ Աստված է քեզ օրհնել, հա, եկեղեցում։ Իհարկե դու ուրախանում ես եւ կարաս անես հարսանիք, բայց եթե դու առաքելական ուսմունքին ծանոթ ես, դու համեստ հարսանիք ես անում, իսկ եթե ծանոթ չես, դու շատ ճոխ ես անում եւ այդ ճոխությունից կարան շատ մարդիկ վնասվեն։ Բայց դու չես մտածում կողքինիդ մասին այդ դեպքում։ Ես ինքս գայթակղություն ունեցել եմ ճոխության, ես ինքս ցկտել եմ ճոխության, բայց երբ եկել եմ եւ ծանոթացել եմ առաքելական ուսմունքին, ծանոթացել եմ Քրիստոսին, ես հասկացել եմ, որ ինքը վնաս է,
վնասա ինձ, վնասա իմ կողքիններին։ Դա մի հատ բան է, որ դու ինքդ երբ որ ուզում ես գալիս ես հասնում ես դրան, հա։ Ինչ վերաբերվում է գումարին։ Գումարը ինքը շատ վտանգավոր բան է։ Այսօր մեր հայրենիքում շատ շատերը գումարին են հակել, հա, ուրիշ ձև չեմ կարող ասեմ։ Փոխանակ այդ խնդիրների մասին խոսես Նիկոլ, որ մարդիկ այսօր տեղ են անում, հա, գումար են խաղում։ Դու նստել ես ու խոսում ես խաչից ու խաչալից ու եկեղեցուց առանց ամաչելու։ Ինչ է ուզածդ քո, այ անտիխրիստ։ Իմ ենթադրությամբ սա ինչ-որ մի բամբասանք, հա։ Մի ինչ-որ բամբասանք, որը վարչապետը գրում է, օգտագործում է ամբողջ հայրաքելական Սուրբ եկեղեցին վարկաբեկելու համար, պետական այս ազգային ինստիտուտը փչացնելու համար։ Ինչու է նա դա անում։ Որովհետև Ադրբեջանից Իլհամ Ալիևի կողմից հստակ կա հրահանգ դենացիֆիկացիա անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, որը Նիկոլ Փաշինյանը եւ նրա գլխավորությամբ իր թիմը ամբողջ ուժով իրականացնում են, ինչ ասա նշանակում քանդել, փչացնել, պրծել Հայաստանի Հանրապետության այս պետականության մեր ժողովրդի գոնե վերջին 200 տարվա ինքնության հիմքում ընկած, ձևավորման հիմքում ընկած բոլոր արժեքային համակարգերը։ Այսինքն տեսեք, ցեղասպանությունը ուրացան, դա արդեն մենք արձանագրել ենք, խոսել ենք սրա մասին։ Արցախյան շարժում, Արցախյան հերոսամարտ, մեր հերոսներին ուրացան, դե ասին թոգեր բաներ մեր վզից կապել, ուրացվեց, պղծվեց, գնաց անցան առաջ։ Համաշխարհային, երկրորդ համաշխարհային պատերազմում, հայրենական պատերազմում մեր պապերի ներդրումը պղծվեց, ուրացվեց, շարունակվեց այդ եթերներով բանով, դայլարվեց, սա դենացիֆիկացիայի կոմպոնենտներն եմ ես ձեզ ասում։ Հիմա հերթը հասել է, ոչ թե հիմա հերթը հասել է, այս ընթացքում շատ է այս հերթը եղել, ազգային պետական մի ինստիտուտի, որը դարերով մեր ժողովրդին առաջնորդել է, անպետություն ժողովրդին, չունի պետություն, այս ազգին առանց պետության առաջնորդել է տարբեր սելջուկների, մոնղոլների, չգիտեմ ում հետ լեզու քթել, մի բան արել, բան ձևը քթել, բերել, հասցրել է պետականության, մեր հոգեորականությունը, հա, մեր եկեղեցին։ Եվ այդ պետականությունն արդեն կա, այդ դրա շնորհիվ է Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, Պադավատ ունի, ախրանա ունի, բան, Ալեն Սիմոնյանը, այդ է պետականությունը, այդ եկեղեցին է բերե հասցրել այդտեղ։ Հիմա բերե հասցրել է այդտեղ, բայց քանի որ պետք է այս պետության հիմքերը քանդել, ապականել, պղծել, որտեղ Ալիևը դա է պահանջել։ Հետևաբար պետք է արդեն եկեղեցուն անդրադառնալ։ Հիմա թեման սկսվեց այդ չուլանացումից, որ եկեղեցիները չուլանացվում են, բան դա ինչ է նշանակում, ասենք, չգիտեմ, եթե մի բան էլ տեսել ես, հա գնաց մեկի ձեռը բռնի կամ դու ինքդ արա մաքրի եւ դրա մասին մի բարձրաձայնի, եթե նման բան կար, ասենք որովհետեւ իրական քրիստոնյան պետք է դա անի, իմ ծնողները, իմ հորեղբայրները, մեր ամբողջ ցեղը, օրինակ, դսեղում Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ եկեղեցին, որը փլուզված եկեղեցի է, հա, անդադար տարիներով գնում են այնտեղ մաքրում են, ես ինքս էլ մասնակցել եմ, այսինքն դրա մասին չես գնում, էլի բան գորգորում ստեղ այնտեղ բան, դու տեսել ես շտկեիր, բայց կառավարության նիստում դա ասել, դուք նայեք ադրբեջանական մամուլը, որ հա մեր Փաշինյանը Նիկոլը սկսել է պղծել իրանց եկեղեցին, ապրել շատ բա մեզ եք մեղադրում Արցախում եկեղեցիներ քանդելու մեջ, լա մի հատ ձեզ նայեք ու սկսվում է այդ բանը, հետո հոգեորականներն արձագանքեցին այդ ճուլանացման թեմային. Ինքը արդեն այսօր առավոտից սկսեց, չգիտեմ ինչ-որ սրբազան իրաքերու կնգան, դոմփում պարզաբանականաբար ինչ-որ բամբասանք, նայեք, կաթոլիկ եկեղեցում մանկապղծության դեպքեր են արձանագրվել, այո, չկա մի ինստիտուտ, որտեղ խնդիրներ չլինեն, հիմա ԿՊ-ում մարդ չկա, կակային է օգտագործում, ասեք, բայց որևէ չենք ասում, չէ՞ սա ԿՊ-ում կակային է օգտագործում, իշխանության մեջ մարդ չկա, որ ինչ-որ պիղծ բաների մեջ է ներգրաված, չենք ասում, չէ՞ ամբողջ իշխանությունը պիղծ է. Այսինքն այս իմաստով ինչ է արվում, ինչ որ մեկը հա կարող է կուսակրոնա, բայց գայթակղվել է, հա ինչ որ ամուսնացել է կամ ոչ ֆորմալ ամուսնացել, բան հիմա ինքը մտել է այս թեմայի մեջ, հեսա ու ամբողջ եկեղեցին վարկաբեկում է։ Հիմա ով կարա կաթոլիկ եկեղեցու հետ մանկապղծության դեպքեր են եղել։ Բազմաթիվ սկանդալներ կան։ Ամեն Հռոմի պապի առաջ այս հարցը դրված է։ Կոռուպցիոն սկանդալներ, բայց ով կարա Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ այս տոնով, այս ձևով ով չկա գոյություն չունի այդպիսի անձնավորություն։ Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի սկանդալային ու ոչ կոռեկտ գրառմանը Instagram-յան իր էջի բաժնում նշելով. Խնդիրն այն է, որ չմարդն ու չհայը դեռ օրակարգ է ստեղծում, դեռ կա, ղեկավարում է, ու մի բան էլ ամեն օր նոր օրակարգ է ստեղծում, որ բոլորը միաբերան քննարկեն, փոխարենը միասնական ուժերով վերջնական լուծում տան։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել եկեղեցին,
Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի էթիկայից դուրս գրառումը առաջացրել է օգտատերերի վրդովմունքը։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում անդրադարձել էր հայ առաքելական եկեղեցիներին ու այնտեղ տիրող իրավիճակին։ Վարչապետը հայ առաքելական եկեղեցին համեմատել էր Չուլանի հետ, որտեղ ավելորդ իրեն են դնում եկեղեցու սպասավորները։ Վարչապետի ելույթը քննադատությունների ալիք էր բարձրացնել, ինչից հետո վերջինս որոշել է Facebook-յան հարթակում ևս գրառումներով հանդես գալ։ Չուլանացված, ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում է ինչ-որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես նայես այդտեղ աղբա լցրած, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատնա վերը դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, այսքան ինչքան կարելի է այսքան կեղծ լիներ, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել։ Ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։ Ես պահանջում եմ, որ այնտեղ ստանդարտներ դրեք։ Չի կարա մեկը իր հին կոշիկները տանի եկեղեցուն պահի։ Ասենք 7-րդ դարի, 9-րդ դարի, 11-րդ դարի եկեղեցում տանի իր հին բաները պահի։ Կամ միջոցառումներ են անում, շատ լավ, ոչ մեկ դեմ չի։ Հարիսա են քեպում, մատաղ ենք անում, էս ենք անում, են ենք անում, շատ լավ։ Հետևներից թող մաքրեն։ Դա իմ որպես հոգևոր զգացմունքներ ունեցող մարդու եւ համոզված եմ բազմաթիվ մարդկանց ինձ վիրավորում է։ Այս ելույթին կոպիտ արձագանք էր տվել Բագրատ Սրբազանը։ Նիկոլ Փաշինյանը փորձել է պաշտպանվել Facebook-յան հարթակում հետևյալ կերպ. Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Վարչապետի այս գրառումը լի է տարատեսակ մեկնաբանություններով, մարդկային կերպարանքով չարիք, Աստված իմ փրկյազ մեզի չարեն, սա աշխարհի վերջն է, տնով տեղով անդաստիարակ են, ախր դու ով դարձար, որ երկիր ղեկավարես։ Այսպիսի մեկնաբանություններ են գնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակմանը կից։ Սա երիք չէ, Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ կրկին հրապարակում է կատարել։ Անհրաժեշտ է առերեսվել այն հարցին, թե մեր եպիսկոպոսած դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Այս հրապարակումը ևս լի է մի շարք մեկնաբանություններով։ Ձեր հետ նորմալ է սաղ։ Դուք ձեզ հակասում եք, համ գրում եք սրբազան, համ ստորացնում սրբազան հասկացությունը, եթե ունեք ինչ-որ ապացույց կամ նմանատիպ բաներ զբաղվեք դրանով, այլ ոչ թե հավատացյալ մարդկանց նեղացնելով մեղմ ասած սրբազան գրել հետևից էլ այդ խայտառակություն նախադասությունը, հետևություն բոլոր հավատացյալներին։ Դուք Եգիպտոսի փարավոնի նման դեռ ինչ փորձություններ եք բերելու հայ ժողովրդի գլխին, ժամանակը գնաց ես վստահ եմ։ Իսկ անհրաժեշտ է առերեսվել այն հարցին, թե դուք թուրք եք, թե հայ։ Ոնց կարա հայը, այն էլ որ ներկայացնում է ամբողջ աշխարհին Հայաստանը, հային ու հայկականը, այսքան սրբապիղծ լինի, ատի այսքան կրոնն ու հայկական ամենարժեք, ազգովի գետինն ենք մտնում, քո ընտանիքի փոխարեն, երկրի ղեկավար ես, ոչ թե լրագրող։ Լավ ես, ժողովուրդը միթե չի տեսնում իրականությունը։ Լավ կլինի փորձես հասկանալ, երկրի ղեկավարներից քանիսն են թրքամետ, հայատյաց, քանիսն են հրճվում Էրդողանին տեսնելիս, քանիսն են հայրենիք նվիրում, գերիներին տարիներով թշնամու մոտ պահում, քանիսն են այնքան ճղճին, որ Աստծո սպասավորի մասին նման կերպ արտահայտվեն։ Դու դավաճանել չես, դու թուրք ես։ Այսպիսի մեկնաբանություններ են գնում Նիկոլ Փաշինյանի հրապարակումներին կից։ Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ գրում է. Ոմանց ուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի ուզում։ Նիկոլ Փաշինյանի հետևյալ գրառումը ծաղրուծանանքի է վերածվել Facebook-յան հարթակում։
Մարդիկ գրում են տեղերը ուր ա, մեկը չկա հեռախոսը վերցնի ես մարդու ձեռքից, ճիշտը կիսա, բայց լուսամուտներն ա, մի լավ աղջիկ ճարենք պսակենք ձեզ, հասկանում եմ, որ պարապ եք, երկրում խնդիր չկա, որ հասել եք այս թեմային, ուղղակի խնդիրն այն է, որ ի տարբերություն հոգևորականների, եթե անգամ այդպիսի կան, մենք ենք վճարում ձեր սիրուհու ծախսերն ու ցոփ ու շվայտ կյանքը, այս խայտառակ էջն էլ կփակենք, ձեզ բան չմնաց։ Սրա հրապարակումները կիսաբաց լուսամուտների թեմայից է, իրար հայհոյեք, իրար քննադատեք ու մի ամանից լապ կերեք, բայց ամենակարևորը հարևաններին ծիծաղեցրեք մեր վրա։ Ու վերջում մենք ենք պատասխան տալիս ձեր արածների համար։ Ցանկացած պետական գույք պետք է գնանշվի, որ մարդիկ հասկանան, որ դա արժեք ունի, որ ամեն ինչը ունի իր ծախսը, իր գինը, եւ կառավարման մեթոդի առումով մենք էլ պետք է հասկանանք, որը ինչ արժի։ Մենք ասում ենք, դե օրինակ Լիտվայում կրթության վրա ծախսվում է հնայի այսինչ տոկոսը։ Եվ մենք ասում ենք, դե եկեք բյուջեն մեծացնենք։ Մերը դրա կեսն է կամ դրա 10%-ն է կամ դրա 5%-ն է։ Բայց հիմա որ հետ գնանք ուսումնասիրենք կառուցվածքը, կարող է պարզվել այդ հնայի այդ տարբերվող տոկոսի 70%-ը հենց շենքերի վարձակալության գումարն է։ Ու մենք անընդհատ չենք կարողանում քաղաքականություն վարենք։ Անընդհատ մեր վիճակագրությունները դեֆորմացված են։ Կներեք, զարգացած երկրներում տենց տող չկա, որի դեմը գրած լինի ձրի։ Մեր երկրում տողերի 70%-ի դեմը վիրտուալ գրածա ձրի, հետո մենք ասում ենք, բայց այս երկրում հնա այսքան տոկոսն է, մեր երկրում հնա այսքան տոկոսն է։ Մենք մեր հələ հնան ու մեր ծախսերը հաշվել չգիտենք նորմալ։ Ցանկացության ժամանակ երթման արարողության հետ կապված սահմանում ենք արձակուրդի իրավունք 2 օրով, իսկ ծառայության ընթացքում ամեն 6 ամիսը մեկ բոլոր ժամկետային զինծառայողները ստանում են արձակուրդի հնարավորություն։ Ում ծառայությունը ավելի բարդ արձակուրդ գնում են 10 օրով, մյուսները 7 օրով։ Սա օրենքով սահմանված է, բայց սրանով չի բացառվում արձակուրդի այլ հնարավորություններ, այլ այն մյուս հնարավորությունները մենք մաքսիմալ բարդացնելու ենք։ Այսինքն որոշումների կայացումը այդ մասնավոր դեպքերում արձակուրդների արդեն հնարավորինս տանելու ենք դեպի գլխավոր շտաբ, որպեսզի անհրաժեշտությունը հիմնավորվի, որպեսզի քմահաճույքով կամ բարեխոսությունով արձակուրդի հնարավորությունը նվազեցնենք, բայց այդ ճկունությունն էլ ենք տալիս, որ օրինակ մարդը կարող ասի, այս անգամ ինձ 5 օրով տվեք, ես 2 ամիս հետո ունեմ ընտանեկան ինչ-որ միջոցառում, այդ ընտանեկան միջոցառման համար ինձ արձակուրդ տվեք, գնամ մասնակցեմ, համոզված եմ մեր սիրելի զինծառայողների, սիրելի ծնողների մոտ հարց է ծագելու։ Այս կարգավորումը ուժի մեջ մտավ, ասենք օգոստոսի 1-ին, որ պահից է սկսելու գործել։ Քանի որ ինքը բարելավող նորմա, երևի կնայենք ով ինչ ծառայության ժամկետը անցե եւ տրամաբանություններ, որ մասնանք, եթե չենք տվել, չի ունեցել այդ բանը, միգուցե այդ մի մասով տանք արձակուրդ։